Գիտեք ինչն է հետաքրքիր, որ շատ մարդիկ մոռացել են ինչից է սկսվել ամեն ինչը։ Դի ոնց որ լինում է երկու հոգի էմոցիոնալ վիճում են, հետո որ հարցնում ես, երկուսն են մոռացել են ինչի մասին, ինչից է սկսել էջը։ 2018 թվին, որ խաղաղության հեղափոխություն եղավ, այն աղվեսը Կրեմլի, չէ, Պուտինը իր դուրը չեկավ, որ հայերը գիտակից են հելել են, ասում են, մենք չենք ուզում Ռուսաստանի նման, որ մատ մուդակ մեզանով ղեկավարի կամ Բելարուսիայի նման կարտոշկա, որ թագավոր լինի ստե։ Մենք զարգացած մարդիկ ենք, այտենց զարգացած երկիր, ցիվիլիզացված երկիր չկա, որ դիկտատուրա լինի։ Եթե դա դիկտատուրա կա, ուրեմն մարդկանց մտածելակերպը, գաղափարը ցածր է ու համեմատաբար իրանց ինքնագնահատականն էլ է ցածր, որտեվ դա միասին է գնում մարդու գիտակցությունը ու իր գնահատականը։ Ու ինքը ինչ արեց, որ ասում է перевел стрелки, չէ, բան արեց, պայմանավորվեց այդ Թուրքիայի հետ Ադրբեջանի հետ քսի տվեց, որ հայերին պատժի։ Հայեր կային, որ կարծում էին դա Ղարաբաղի պատերազմ է։ Շատ մարդիկ կային, տենց էին կարծում, բայց դա Ղարաբաղի պատերազմ չի եղել։ Դա եղել է ազատության պայքար։ Հենց դա ամեն ինչը դրանից է սկսել, Պուտինն է կակրած ամեն ինչը կազմակերպել, որ հայերին բանա պատժի։ Նույնն էլ Ուկրաինայի հետ է արել, բայց քանի որ օրինակ եթե Ուկրաինան ենթարկվեր Պուտինին, թեկուզ Ղրիմը պահեր, ինքը պարտված կլիներ, բայց հիմա թեկուզ առանց Ղրիմի բայց շարունակում է պայքարը, իրանք չեն պարտված։ Պարտվածը աղվեսն է, որտեվ ինքը իր նպատակին չի կարող հասնի։ Իսկ չի կարող հասնի, որտեվ այդ մարդիկ ավելի բարձր գիտակցություն ունեն, կամ իր ժողովուրդը, որ իրան ենթարկվում են։ Ով որ ենթարկվում է, նա էլ պարտված է։ Մի հատ հիշեք օրինակ, չէ, այդ գենոցիդը, որ եղավ 15 թվին, Անդրանիկ կար դրանից հետո, մեր Անդրանիկը, գեներալ, գիտեք ինչ, հանճար, մարդ էր, գենիալնի, չէ, որ ուր ինքը լոզունգներ չեմ ասում, էլի, իրոք իր բիոգրաֆիան կարդացեք, այդ մարդը ուր գնում էր, դառնում էր բարձր մակարդակի ճանաչված մարդ, բայց Հայաստանից խի գնաց ինքը, այդ հարցը մարդիկ իրանց չեն տվել, ես այդ հարցը փոքր ժամանակից տվել եմ, ինչ եղավ Անդրանիկը, բա որ այդպես ջարդում էր թուրքերին եւ այլն, ազատագրում էր Հայաստանը, բա ինչ եղավ, մի օր արթնացավ ու ասեց, հələ մի հատ այդամ տենամ Բուլղարիա ինչ կա, չէ, հենց այդ Ռուսաստանը, որ պատճառով այդ գենոցիդը ստացվեց, չէ, իրանք գցեցին բաժանում հայերի մեջ, այդ ինչ որ բոլշևիկ բանման, դե Անդրանիկն էլ ասենք այնպես մարդ, որ իրան հարգում էր, գիտակցությունը բարձր, թողեց ու գնաց, որ տեսավ, եթե ինքը բան չի կարա փոխի արդեն, ավելի լավ է լքի ու գնա իր գործը ուրիշ թե շարունակի, գնաց Բուլղարիա, Դժդեի հետ միասին են իրանք ստեղծել կազմակերպել ջոկատներ եւ այլն, ընդ ինքը զվանիները ստացել, իր արձանը Վառնայում հիմա կա, հետո գնացել է Ֆրանսիայում բարձրագույն օրդեն է ստացել, ընդեղ Ֆրանսիայում էլ կա, պատկերացնում եք, այդ մարդը ուր էր իր արձան են դնել ամեն երկրում։ Այդպես անհնար աննիվերոյատնի մարդ է, էլի, որտեղ ինքը հավատք է ունեցել, ինքը ունեցել է հավատք, որ ասենք ինքնա վստահություն, որ իր գեները իրան տվել են, Աստված իրան տվել է շնորհք, չէ, ու այդ մարդը դրա համար միշտ ուր գնում էր հաջողության էր հասնում, ու այն ժամանակ էլ այտենց
փչացրեցին ամեն ինչ Հայաստանում, որտեղ բաժանեցին հայերին ու տենց Հայաստանը դարավ ինչ-որ մի երկիր, որ ասենք իրա կուլտուրան չի դա։ Էդ ինչ էր 70 տարի սովետական միություն, պիոներ, եսի մինչ էդի հայկական բաներ չի։ Ես հիշում եմ, ես 5-6 տարեկանից հիշում եմ, որ իմ երազանքը այն էր, որ մեծանամ, թողեմ փախնեմ ես այդ SSSR-ից։ Էդ ինչ բաներ, զոներ մեծ, Բերթին բանը զոներ էլի, ու մարդ ոչ իրավունք ուներ, ոչ մի բան, հայերը ինչքան Ֆրանսիայից եկան, կորցրին այդ հայերին, այդ մարդկանց ուղարկեցին գուլագ, մուլագ, Սիբիր, երեխեքին մանկատներով, ես այդպես մարդիկ շատ եմ հանդիպել Ֆրանսիայում, որ իրանց ծնողների անունները փոխել են պասպորտներում, ես ինչ կեղտոտություններ են արել, կակեբեն, ես ինչ, այդ նույն այսօրվա կակեբեն չի Կրեմլում, չէ, ամենակարևոր կակեբեի աղվեսը, որ այսօր էլ ինքը տենց բաներ ուզում անի, ու իրա հորացվածը տենց ասենք նայում է հայերին, ինքը իրան անես բանի տեղադրել, որ հայերին պետք է մանիպուլյացիա անի, էդ ինքը ով եղավ, որ եկավ, հա, ինքը չար է, բայց խելացի է, չար խելացի է, բայց չարի վերջը միշտ գալիս է, չէ, մենք գիտենք, բայց էդի հայկական բան չի, ինչ որ իրանք արել են այդ 70 տարի, էդի մեր մենտալիտետը չի, մեր տրադիցիաները չի, էդի ուրիշ բան է, էդի չուժոյ բան է, դրա համար այսօր, չէ, մենք պետք է մեր գիտակցությունը այնքան բարձր լինի, որ այդ Լիլիպուտի նման մարդիկ չկարողանան մեզի մանիպուլյացիա անեն, որ մենք ասենք ֆանատիկի նման մարդիկ կան, չգիտեմ ինչի են իրանք այդպես խոսքի, հենց լսում են Հայաստանի օգտի համար էս խոսում ջղայնանում են, թե չգիտեմ էդի ասենք Facebook-ի բոտեր են կամ եսի ինչեր են, հայ չեն կամ հայ են, եսի ինչ են, ես չգիտեմ ով են դրանք, բայց որ ասենք չեն ուրախանում Հայաստանի համար, ես տենց բան չեմ հասկանում, այսօր ուրախ եմ, որ լիքը հայ կա, որ գիտակից են, իրանք իրանց հարգում են, իրանք իրա դիմացինին չէ, սիրում են, ու այդ հայկական իսկական մենտալիտետա, մտածելակերպ, այդ լավ բաները, դրա համար չարը վարի կգնա, Պուտինը վարի կգնա, բայց հայերը կշարունակեն, որտեղ հայերը վերապրել են լիքը Պուտիններ հազար տարիների ընթացքում, այդքան ընես Պուտիններ են եկել ու գնաց է սատկել, չէ, բայց հայերը շարունակում են ապրել, հենց նույնիսկ հենց դա արդեն հպարտության պատճառը, որ մենք կարողացել ենք վերապրել հազար տարիների, այդպես ազգ չկա, որ այդպես երկար կարողանա վերապրի բոլորին, փոխվել են շատերը եւ այլն, բայց մենք վերապրել ենք ու մնացել ենք, մեր գեները չեն փոխվել, էլի չեմ ասում էդի լոզունգները, էդի գիտնականներ են ասում եւ այլն, ամեն լիքը ազգ չկա, շատ ազգ չկա, որ կարա հպարտություններ ունի, պատճառներ ունի, որ հպարտանա եւ այլն, Աստված մեզ տվել է այդ շնորհքը, շատ շնորհքներ է տվել, բայց պետք է մենք օգտագործենք, մեր պոտենցիալը շատ մեծ է, մենք կարանք անհնար բաներ անենք Անդրանիկի նման, այդպես ուժեղ բաներ կարանք անենք, ամեն մեկը մեզանից ինքը այդ պոտենցիալը ունի, Անդրանիկի պոտենցիալը, դա մի օրինակ է, չէ, ու տենց լիքը օրինակներ կա, մարդիկ փախել են գենոցիդից Ֆրանսիայեն եկե ոչ մի բան չեն ունեցել, դրսերն են եղել, հելը բարձացել են, որտեղ իրանք իրանց հարգել են, հենց իրանց ծնողները իրանց մեջ մցրել են փոքրուց,
թեկուզ ամեն ինչը կորցրել են, բայց հպարտ են մնացել։ Հələ մի հատ chat GPT-ին խոսքի ինտերնետում եւ այլն մի հատ հարցրեք Անդրանիկի նկարը, ֆոտոն։ Հələ տեսեք ոնց է ինքը նստած, հպարտ, վերևա նայում, այսպես գլուխը բարձր։ Այդ մարդը ինքը իրան հարգել է, դրա համար ուր գնացել է, իր արձանը կանգնացրել են, ուր գնացել է, դարել է հռչակավոր մարդ։ Այդ այնց արժանապատիվ մարդ պետք է լինի հայը։ Լավ մնացեք, լավ հայեր, իմաստուն եւ առողջ։